Մենք ամեն օր աշխատանքային քննարկումների մեջ ենք եւ անիմաստ է ամեն ինչ հրապարակել։ Այսօր եւս դա եղել է աշխատանքային քննարկում։ Ինչ հարցերի շրջանակ է եղել։ Կազմակերպական, անելիքների եւ այլն։ Մենք որոշում, որպես այդպեսին հրապարակելու չկա, դա աշխատանքային խորհրդակցություն։ Այն ինչ մենք հայտարարել ենք, դա ուժի մեջ է, ամսի 20-ին գնում ենք հանրահավաքի, եթե այդ ընթացքում կլինեն ինչ-որ այլ բաներ, այլ միջադեպեր կամ այլ իրավիճակ, մենք իրավիճակին համահունչ շատ արագ որոշում կկայացնենք ինչ անել։ Հնարավոր է բոլորը պատգամավորական մանդատը վայր դնեք այդպիսի դեպքում, իբրև այսպես բողոքի նշան։ Եկեք ես նախապես որևէ բան չասեմ, ոչ չի քննարկվում։ Արման Մուսինյանը եւ Ավետիս Սահակյանը չէին մաս։ Կուսակցությունից դուրս գալու։ Գիտեք, ես չեմ կարող մեկնաբանել, մարդը ինքն է իր խճի առաջ իր հասարակության առաջ ժողովուրդն է տալիս գնահատականով ինչ անում է։ Իսկ կան էլի պատգամավորներ, որոնք կհեռանան։ Հուսով եմ չէ։ Տեղի ունեցել աշխատանքային նիստ, Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցության, քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև եղել են առաջարկներ, քննարկվել է նաև տարբերակ, եթե հավանական տարբերակ լինի մեր ղեկավարին զրկել պատգամավորական մանդատից, քննարկվել է տարբերակներ նստացույցի եւ հացադուլի նույնիսկ տարբերակ, բայց դա ընդհանրապես քննարկված տարբերակներից մեկն է եղել եւ քննարկվել են նաեւ տարբեր այլ հարցեր։ Սա է եղել եւ պետք չի ինչ-որ մեծ աղմուկ բարձրացնել, դեռևս process-ը ընթանում է, մենք ունենք նամակ ազգային ժողովի նախագահից, որը լրացուցիչ պարզաբանումների հետ կապված նամակ է ուղղել մեր խորհրդարանական խմբակցության ղեկավարին, քարտուղարին եւ նամակագրական այդ պատասխաններից հետո մենք լրացուցիչ կտեղեկացնենք, ինչ են կատարվելու։ Այսօր եք ստացել, հա։ Այո, Ինչ բովանդակություն։ Ես բովանդակությունը չեմ կարող ձեզ ասել, բայց կա բացակայությունների։ Այո, կապված է բացակայությունների հետ կապված այդ հարցը հիմա քննարկվում է, պատասխանը կլինի ազգային ժողովի նախագահը։ Պարոն Բաբայան, մենք տեղյակ ենք, որ դեկտեմբերի վերջին ազգային ժողովի նախագահը նույն ինքը Գալուստ Սահակյանը հարգելի է համարել պարոն Ծառուկյանի եւ ինչ նման տեղեկություն կա։ Ճիշտ ասած, ես չեմ եղել դիմողը, չեմ կարող ձեզ լրացուցիչ տեղեկություններ տամ, դիմում է ֆրակցիայի քարտուղարը, նման բան կա, քննարկվեց նաև նիստի ժամանակ, որ այդ ժամանակ գնահատվել է իր բացակայությունները հարգելի եւ ինչն է եղել պատճառը, որ միանգամից այս հարցը նման ձևով բարձրաձայնվեց եւ բարձրացավ, բոլորիդ համար կարծում եմ ակնհայտ։ Իսկ Արագած Ախոյանի եւ այլ դիմումներ ստացել եք։ Այլ դիմումներ չկա, կարող եմ ասել, որ Արագած Ախոյանը միակ պատգամավորն է, որ այս պահին դիմում է գրել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուրս գալու մասին, մնացած այլ պատգամավորների վերաբերյալ նման բան չկա եւ ինչ էլ որ խոսվում է կամ տեղեկատվություն են տարածվում, դա ապա Ձեր գնահատականը ո՞րն է Արագած Ախոյանի։ Բնականաբար բացասաբար քաղաքական թիմը չի կարելի լքել ամենածանրագույն պահերին, որովհետև կարելի է իհարկե կուսակցություններ փոխել ըստ գաղափարների կամ ըստ հայացքների, բայց ըստ ծանրագույն շրջանում, երբ որ կուսակցությունը իր քաղաքական գիծն է առաջ տանում, կարծում եմ դա ճիշտ քայլ չէր։ Պարոն Բաբայան, դուք պատրաստվում եք։ Այո, փետրվարի 20-ը ուժի մեջ է։ Փետրվարի 20-ի վերաբերյալ ամեն ժամյա ռեժիմով տեղի են ունենում քննարկումներ, իրազեկումը կատարված է օրենքի տարին համաձայն, սահմանադրության բոլոր հնարավորությունների համաձայն, մենք մեր քաղաքական տեսակետները առաջ ենք քաշելու առանց էմոցիաների, առանց վիրավորանքների, առանց վարքաբեկումների, քանի որ Հայաստանում պետքա ձևավորվի նոր մշակույթ, որը զերծ է մնալու մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելու, մարդկանց վերաբերյալ որոշակի բացասական ոչ քաղաքական էթիկայի շրջանակներում արտահայտություններ անելու եւ այլն։ Համենայն դեպս ես կոչ եմ անում, որպեսզի մեր բոլոր գործընկերները մնան քաղաքական հարթության մեջ եւ քաղաքական գնահատականներ հնչեցնեն բոլոր տեսակի բանավեճերին։ Գագիկ Ծառուկյանը հարթակին լինելու է։ Ես չեմ կասկածում, իհարկե լինելու է։ Կա շատ լարված իրավիճակ մեր երկրում, որը իհարկե ոչ մեկին պետք չէ։ Այդ լարված իրավիճակը ոչ մի լավ բանի չի կարող բերել եւ ես կարծում եմ, որ պետք է մենք բոլորս ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկիրը ցնցումներից հեռու պահենք, որովհետեւ մեր ոչ մեկի համար դա պետք չէ։ Երեք տեղեկատվություն եղավ, որ ակտիվիստին Արտակ Խաչատրյանին ծեծի է ենթարկել ԲՀԿ պատգամավոր, ինչպես կմեկնաբանեք։ Գիտեք, նման մեկնաբանություններ այս պահին անելը դա արդեն կարծում եմ անլուրջ է, որովհետեւ
տեղի ունենում քննություն, գործը նախաքննական փուլում է եւ նամանավանդ հրապարակային եւ լրատվության զանգվածային միջոցներով նման արտահայտություններ անելը կարծում եմ հարիր չէ։ Արտակ Խաչատրյանը մասնակցել է տեղազննությանը քրեական գործի շրջանակներում, լրատվությունն ցույց է տվել ամեն ինչ ինչ որ այնտեղ եղել է։ Պետք չի փնտրել ավելին ինչը որ կա եւ նման արտահայտություններ անել ես կարծում եմ ճիշտ չի, հենց նման դեպքերում է հասարակությունը ապա կողմնորոշվում։